Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ, որ կրկին ու կրկին մեզ ավաքեց իր սուրբ խորանում, իր սուրբ անարատ խոսքերը մեզ մատուցանելու, մեր սոված հոգին կերակրելու, որտեղ ինչքան առատանա խոսքը մենք այնքան զորավոր ու սուրբ կլինենք, ինչքան պակասի խոսքը մենք այնքան թույլ, տկար եւ մեղք գործող կլինենք։ Ամեն խոսքը մտավ մեղքին ու մեղքի բնությանն է դուրս վռնդում։ Խոսքը պակասավ սրբությունն ու նոր կյանքն է դուրս գալիս ամեն մեր միջից։ Այտենց է մեղքը գրքի խոսքին ավանում, գիրքը խոսքը մեղքին ու մեղքի բնությանն ավանում։ Հիմա քննեք ձեր կյանքում օրորի ինչն է շատանում, հակառակորդը պարտվում է։ Ամեն։ Ուրեմն մեր այսօրվա սերտողությունն է Եսայա 40-րդ գլխից սկսած։ Կուզեմ թուղթը գրիչը վերցնել, կոնտեքս առ կոնտեքս են գնալու, որտեղ սա մանրակրկիտ սերտողություն է, որ հետագայում դուք կարողանաք մատուցանեք ձեր աշակերտներին, ձեր ընտանիքի անդամներին, ամեն, ձեր աստվածաշնչում նշումները կատարեք, ինչպես ես եմ նշել, որ կարաք մատչելի ձևի մատուցանել։ 40-րդ գլուխ Եսայա։ Տերը գալիս է իր ժողովրդին փրկելու, նա խիստ, զորավոր եւ փառավոր է։ Ասեմ ձեզի, որ ամենաբարձր տվող գիրքը իմ համար ելերը Եսայան։ Ինչու է բարդ։ Որտեղ օրինակ Երեմիան ասես պատմությունների շարան է, իսկ Եսային մեկ խոսա մեզ նեղություն, մեկ խոսա Դավիթի մասին, մեկ խոսա հազարամյա թագավորությունից, կոնտեքս առ կոնտեքս տարբեր է, կտրված են, հասկանում եք, առակած գրքի նման է։ Իսկ սաղմոսները շատ հեշտ է, հասկանում եք։ Դրա համար կետ առ կետ, խոսք առ խոսք գնանք, որպիսի այս մանրակրկիտ սերտողությունը իր կարևոր այդ գործունեության ոճը փոխանցի ձեզի, ամեն, որ դուք էլ կարաք նույնը փոխանցեք ձեր հետևորդներին։ Ուրեմն Տերը գալիս է իր ժողովուրդը փրկելու, նա խիստ, զորավոր եւ փառավոր է։ Ուրեմն 1-ից մինչև երկրորդ խոսքերը 1-ից 2-ը խոսում են հազարամյակի մասին։ 2-ից 5-ը կարաք գծանշանեք, խոսում է Հովհաննես Մկրտիչի գալու եւ նրա քարոզչության մասին։ Ամեն։ Հիմա 1-ից 2-ն ենք սերտում։ Մխիթարեցեք իմ ժողովրդին, էսի Աստված է խոսում։ Մխիթարեցեք իմ ժողովրդին, ասում է ձեր Տեր Աստվածը։ Երուսաղեմի հետ սիրտ առնելով խոսեցեք եւ կանչեցեք նրան, Երուսաղեմին նկատի ունի, եւ կանչեցեք նրան, թե նրա տառապանքները վերջացել է, երբ մեծ նեղությունից հետո հազարամյա թագավորության ժամանակ, եւ կանչեցեք նրան Երուսաղեմին, թե նրա տառապանքները վերջացել է, թե նրա անօրինեությունը թողվեցավ, վերջ, արդեն մտել է հազարամյակ, թե նրա անօրինեությունը թողվեցավ, որովհետև նա իր բոլոր մեղքերի համար Տիրոջ ձեռքից կրկնապատիկ հատուցում է ստացել, պատժվել է, մեծ նեղության մեջ տառապել է, եւ ովքեր որ դիմացել են մտել են հազարամյա թագավորություն, ամեն։ Ուրեմն 1-ից 2-ը գրեք, որ խոսում է հազարամյա թագավորության մասին։ Հիմա 3-ից 5-ը Հովհաննես Մկրտչի քարոզչության մասին է։ Անապատի մեջ կանչողի ձայնը, շատ ավետարաններում սրա մասին խոսում է, ամեն։ Անապատին մեջ կանչողի ձայնը, պատրաստեցեք Տիրոջ ճանապարհը եւ ուղիղ արեք ամայության մեջ շավիղը մեր Աստծոյի համար։ Ամեն ձոր բարձրանա եւ ամեն սար ու բլուր ցածնայ, եւ ծուրը ուղիղ դառնա եւ խորտ ու բորտ տեղերը հարթահատակ, եւ պիտի հայտնվի Տիրոջ փառքը, եւ ամեն մարմին միասին պիտի տեսնեն այդ փառքը, որովհետև Տերոջ բերանն է խոսել։ Սա խոսում է Հովհաննես Մկրտչի քարոզչության մասին, բայց նաև ստե խորը խորհուրդ ունի, որ մենք պիտի հոգով լեսվելով, Սուրբ Հոգով ամեն խորտ ու բորտը վերացնենք, որ Տե Հայրն ու Որդին զորությունով գան եւ մեր մեջ բնակվեն, ամեն, եւ ամեն մարմին կարա տեսնի Տիրոջ փառած զորությունը։ Մեկ ձայն ասում է. կանչիր, եւ նա ասաց. ինչ կանչեմ, այս թե ամեն մարմին խոտ է, եւ նրա բոլոր մարդու այդ մարմնի, եւ նրա բոլոր վայելչությունը դաշտի ծաղիկի պես, խոտը չորանում է, ծաղիկը թարամում,
որովհետև Տիրոջ, ստե ոգիա արեք հոգին, որովհետև Տիրոջ հոգին փչեց նրա վրա։ Իրավ ժողովուրդը խոտ է, խոտը կչորանա, ծաղիկը կթարամե, բայց մեր Աստծոյ խոսքը կմնա հավիտյան։ Էսի նաև Պետրոս առաքյալնա մեջ բերում անում, որ դու մի պարծեցի քո փառասիրությամբ, հարստությամբ, ամեն ինչն էլ թարամելու է, ամեն փառքդ վերանալու է, ամեն, բայց եթե դու Տիրոջ խոսքն ես պահում, այդ պահող մարդիկ կմնան ու կապրեն հավիտյան, ամեն։ Ուրեմն 9-ից մինչև 11-ը խոսում է Ազարամյա թագավորության մասին եւ նաեւ խոսում է, որ Հիսուսը գալի է սա եւ հովի պես հովելու է իր գառներին եւ Հիսուսը ըստեղ խոսվում է Եհովա անունով, ամեն։ Տեր Եհովան պիտի մարմին հագնի եւ գա իր գառներին հոգ տանի։ Հիմա հասկանում եք համարներ կա, գրեք ամեն, որ այդ համարները ուղիղ ասում են, որ Հիսուս Քրիստոսը նույն Եհովա Աստվածն է, ամեն։ Գրեք էտի 9-րդ խոսքից մինչև 11-ը դա է ապացուցում։ Երեմիա 33:15-16 ուղիղ ըտե ասում է, որ Դավթի սերնդից եկած շարավեղին կասեն, Եհովա դու մեր արդարությունն ես, հենց Արարատ թարգմանության մեջ, այս թարգմանությունը, որ սերտում ենք, այս թարգմանության մեջ է գրված, ուրիշ տեղ վասնզիներովի մեջ գրված է, Տերն է մեր արդարությունը, դի բոլորս հասկանում ենք, բայց Դավիթի սերնդից եկած շարավեղին ասեն Եհովա, սա հաստատում է, որ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի մի են ու մի անձնյա Աստված են, ամեն։ Ուրեմն Երեմիա 33:15-16, Զաքարիա 14:5, բոլոր գրեք, որ այս կոնտեքստը հենց 10-ից 11 համարները հաստատում են, որ իրոք Եհովա Աստված մարմինը հագնելու եւ Հիսուս Քրիստոս անունով աշխարհակալու նոր կտակարանում էլ գրված Աստված մարմնով հայտնվեցավ մեր մեջ, ամեն, բայց սա լինելու է հազարամյակում, ամեն, ու հավիտենության մեջ թե հազարամյակում Հիսուս Քրիստոսը գալու է որպես Եհովա Հայր Աստված, ամեն, Հայրը Որդու մեջ, Որդին Հոր մեջ եւ Սուրբ Հոգին երկուսի մեջ մեկ ու միաբան են, ամեն։ Դրա մասին քարոզ ունենք, մարդկության փրկության գործի համար են բաժանվել եւ 3 հավասարազոր Աստվածներ դարել, ամեն։ Նորից այդ գործը կատարելուց հետո միանում են եւ դառնում են մի անձնյա Աստված, որ հենց գառնանդեի հավիտենության լույսը, ամեն։ 9-րդ խոսքից Բարձր սարերի վրա ելիր, ով Սիոնի ավետաբեր, ձայնդ ուժով բարձրացրու, ով Երուսաղեմի ավետաբեր, մի վախենար, ասիր Հուդայի քաղաքներին, ահա ձեր Աստվածը, ահա Եհովա Տերը զորությամբ կուգա, սա խոսում է հազարամյակի մասին, երբ կուգա, հազարամյակի նախաշևին գալիս է, բնաջնջում է ամբարիշտերին եւ հաստատում է հազարամյակը եւ իր գառնուկներին սկսում է հոգ տանել, ամեն, հենց անձամբ Եհովա Աստված, որի անունն է Հիսուս Քրիստոս։ Ահա Եհովա Տերը զորությամբ կգա եւ նրա բազուկը կիշխե նրան համար, ահա իր վարձքը իր հետ է եւ իր հատուցումը իր առաջին, հայտնություն 22-ում գրում է Հիսուս Քրիստոս կուգա եւ իր վարձքը իր հետ է եւ իր հատուցումը իր առաջին, ամեն, բոլորը ծանոթ եք, հայտնություն 22։ Ահա Եհովա Տերը զորությամբ կգա եւ նրա բազուկը կիշխե նրա համար, ահա իր վարձքը իր հետ է եւ իր հատուցումը իր առաջին, էսի տանում է հենց Հովանես հայտնություն, վկայությունը։ Հովվի նման հովվելու է նա իր հոտին, Եհովա Տերը մարմին կհագնի Հիսուս Քրիստոս անունով աշխարհակալ։ Հովվի նման հովվելու է նա իր հոտին, իր բազուկի վրա է ժողվելու գառնուկներին եւ իր գրկումը կրելու է նրանց եւ կամաց քշելու է ծիս տվող ոչխարներին։ Խորհուրդը առաջնորդելու է հոգով մկրտված քրիստոնյաներին եւ նրանց ծնած գառնուկներին, ամեն, հազարամյա թագավորության մեջ
Եհովան մարմին կհագնի Հիսուս Քրիստոսի անով կգա, կնստի գային, կդառնա տերերի տեր, թագավորների թագավոր եւ կղեկավարի ամբողջ հազարամյա թագավորությունը եւ դրանից էլ հետո հավիտենություն։ Ամեն։ Գրեք ուրեմն 9-ից 11 հազարամյակի մասին է խոսում։ Ով չափեց ջրերը իր ափովը եւ երկինքը թիզովը կարգադրեց եւ ամփոփեց երամսում երկրի հողը եւ կշռեց կշորթով սարերը եւ բլուրները կշերքով։ Ստեղ տպագրական թերություն կա, ժողովուրդ ուշադիր եղեք, 13-ի սկզբի մասը մինչև 14-ի սկիզբ։ Ով քննեց Տիրոջ հոգին եւ իբրև նրա խորհրդական նրան հասկացրեց։ Մոտավորապես հասկացվում է, բայց գրեք ավելի պարզ է։ Ով կարող է քննել Տիրոջ միտքը եւ նրան որևէ խորհուրդ տալ։ Նորից եմ կարդում, ով կարող է քննել Տիրոջ միտքը եւ նրան որևէ խորհուրդ տալ, որևէ հարցում։ Հիմա շարունակում եմ շտկածը եւ մնացածը։ Ով կարող է քննել Տիրոջ միտքը եւ նրան որևէ խորհուրդ տալ։ Սա 13-ն է, հիմա 14-ից։ Ումից խորհուրդ հարցրեց նա, Եհովան, Աստված։ Ումից խորհուրդ հարցրեց նա, Աստված, ումից հարցրե, որ նրան իմացներ։ Եվ նրան սովորեցներ իրավունքի ճանապարհը, եւ նրան սովորեցներ գիտություն, եւ իմաստության ճանապարհը նրան գիծներ, ցույց տեր։ Ումից հարցրե, ոչ մեկից։ Ահա ազգերը դույլին կպած կաթիլի պես են, ոչինչի պես, դույլին կպած կաթիլը ինչա, ոչինչա, այդ հզոր ազգերը։ Ահա ազգերը դույլին կպած կաթիլի պես են եւ կշերքի փոշին հավասար են համարվում։ Կշերքի փոշին կարաս տեսնես։ Չես տեսնի ոչինչությունը։ Ազգերը տենց են ասա առաջին։ Ահա ազգերը դույլին կպած կաթիլի պես են եւ կշերքի փոշին հավասար են համարվում։ Ահա կղզիները վեր խաղացող շամադաղների պես են եւ Լիբանանի փայտերը նկատի ունի։ Լիբանանը չէ բավական կրակի համար։ Լիբանանի այդ մեծ անտառի փայտերը չի բավականացնի, էլի որ վառի, տենց էլ աստված կարա բնաջնջի անցնի ազգերին, ամեն այդ Լիբանանի փայտերի պես։ Եվ Լիբանանը չէ բավական կրակի համար, եւ նրա անասունները ողջակեզի համար բավական չեն։ Բոլոր ազգերը նրա առաջին այդպես ոչնչի պես են։ Այդ ձև իմալ, որ մի կրակ կվառի ու կայրի, հտենց էլ աստված կարա բնաջնջի։ Ինչպես մի ռեշտակի հարվածով զարկեց Սեդեքերիմի 185,000 զորքը դիակ դարավ։ Մի վարկյան, մի քանի սեկունդա տև է։ Բոլոր ազգերը նրա առաջին ոչնչի պես են, ոչնչից էլ պակաս են եւ ունայնություն են համարվում նրա համար։ Ոչնչություն, որ ուզա մի գիշերվա մեջ հոգիները կվեկալա եւ բոլորը դիակ կդառնան։ Ուրեմն ում եք նմանեցնում Աստծուն, դա հասկանում եք, լεπτեսեք ինչ կուրքի հետ եք բերե ու հավասարեցնում, որ մարդն աշին է, որ ամբողջ ազգերը իր դեմը ոչնչություն են։ Բայց ոչնչի սարքած ոչնչությունը կարելի է համեմատել դնել հավասար ու պաշտել։ Հիմա տանումա կռապաշտության մասին է խոսում։ Ուրեմն ում եք նմանեցնում Աստծուն, եւ ինչ նմանություն հավասարեցնում նրան։ Կուրքը, տեսեք, արդեն գնաց կուրքի մասին։ Կուրքը արվեստավորն է ձուլում, եւ ոսկրիչը ոսկիով պատում է նրան, եւ արծաթի շղթաներ է ձուլում, ընծաներ տալու անկարող, էդի մարդուն է վերաբերվում, ընծաներ տվող այդ անկարող մարդը, ընծաներ տալու անկարողը մարդուն է վերաբերվում, անփութ, չփտած, փայտ է ընտրում, իր համար մի ճարտար արվեստավոր է որոնում, որ նա մի անշարժ կուրք շինե։ Տեսեք, վիրը բացատրեց, որ ամբողջ ազգերն են ոչնչություն։ Բա որ ամբողջ ազգերը ոչնչություն են։ Այդ ամբողջ ազգերի մեջ ելած մի տգետ արվեստավոր, որ մի բան շինի,
կարա այդ շինած ոչնչությունից ծնված շինված ոչնչությունը հավասարվի Աստծուն։ Չի կարա հիմարությունը մարդը, որ թողում է արարիչ Աստծուն, փայտը խոտը կամ քարը կամ երկատնապաշտ։ Ընծաներ տալու անկարող է մարդը, անփուտ չփտած փայտ են դրում, իր համար մի ճարտար արեստավոր է որոնում, որ նա մի անշարժ կուրք շինե։ Միթե չգիտեք, միթե չլսեցիք, միթե չպատնվեցավ ձեզ առաջուց, միթե չեք հասկացել երկրի հիմնադրումից։ Նա ասուն նկատի, նա է երկրի շրջանի վրա նստողը, նա է տերն ու տիրակալը, միթե չեք հասկանում, նա է երկրի շրջանի վրա նստողը, երկրի վրա տիրող է, այդ նկատի ունի, սաղ տրամագծով իր տիրապետության տակ է, նա է երկրի շրջանի վրա նստողը, ղեկավարը, որի բնակիչները մարախների պես են, նա է որ երկնքում տարածում է, նա է որ երկինքը տարածում է վարագույրի պես եւ նրանց սփռել է վրանի պես բնակվելու համար։ Նա էլի Աստված, նա է իշխաններին ոչինչ շինողը։ Իմալ Սենեքերեմի սպառապետներին արա ոչնչություն, մոխիր աղբ, մի քանի զարկով։ Նա է իշխաններին ոչինչ շինողը եւ երկրի դատավորներին ոչնչի պես է անում։ Նրանք էլի տպագրական թերությունը աստեղ 24-ի սկզբից։ Նրանք հազիվ թե տնկվում են, հազիվ թե ցանվում են, հազիվ թե նրանց բունը արմատանում է երկրումը։ Անձապաշտ առաջնորդներին նկատի ունի, բայց հիմա գրեք ուղիղը։ Ուրեմն 24-ի սկզբից նրանքից առաջ նրանք թող մնա ու հազիվից առաջ բացեք փագագծերը եւ եկեք տնկվում են երկրումը փակեք ու գրեք։ Սա վերաբերում է կույր առաջնորդներին, թե իզև են խափում իրան ժողովրդին։ Երկրի վրա հոգով կույր հավատացյալներին խափելով ցույց են տալիս, թե իրենք ճիշտ են եւ հաստատահիմն են։ Ցույց են տալում, թե մեր հիմը իշքան ամուր է, բայց մի հատ քամի տալիս քարուքան դալինում, ամեն։ Նորից եմ կարդում, բայց կոնտեքստից որ չկտրված լինի։ Գանք 23-ից գնանք։ Նա է իշխաններին ոչնչի պես շինողը, որ երկրի դատավորներին ոչնչի պես է անում, սրանք հոգևոր առաջնորդներն են։ Նրանք երկրի վրա ուղիղ եմ կարդում։ Նրանք երկրի վրա հոգով կույր հավատացյալներին խափելով ցույց են տալիս, թե իրենք ճիշտ են եւ հաստատահիմն են։ Եվ նա, շարունակում եմ, եւ նա փչում է նրանց վրա եւ նրանք չորանում են այդ կույր առաջնորդները, իշխանները, եւ փոթորիկը նրանց կլում է մեղեղի պես ցիրուցան անում։ Մի հատ լուրջ մարդու դեմ կագնում ու փախնում են, ամեն, չեն դիմանում, որտեվ իրանք ստի ավազի վրա են հիմնը իրենց վարդապետությունը։ Ուրեմն ում եք ինձ նմանեցնում, որ ես նման լինեմ, ասում է Սուրբը։ Վեր բարձրացրեք ձեր աչքերը եւ նայեցեք, ով է ստեղծել սրանց։ Երկնքի զորությունները, բուսականությունը, մարդկությունը դա նկատի ունի։ Վեր բարձրացեք, ասում ձեր աչքերը, եւ նայեցեք այդ երկնքին, լուսին, արև, աստղեր, ամպեր, արարչագործություն։ Վեր բարձրացեք ձեր աչքերը եւ նայեցեք, ով է ստեղծել սրանց։ Նրանց զորքերը աստղերի թվերին, նրանց զորքերը թիվով հանողը, որ նրանց ամենին կանչում է անունով մեծ իշխանությամբ եւ սաստիկ զորությամբ, մեկը չի կորչի, այդ բոլորին անունը դրե, համաստեղություններ, լուսին, արև, աստղեր, չէ, այդ բոլորը արարել է Տերը։ Ինչու համար ասում ես, ով Հակոբ։ Տեսեք ինչ է այս 27-ից մինչև 31-ը գրեք մոտավորապես Իսրայելը տեսեք ինչ է բողոքում։ Իսրայելը տրտնջում է,
որ Տերը թողել է նրանց ու պատիժ է տալիս, ամեն։ Բայց Տերն ասում է, որ դառնաք ողորմություն կգտնեք։ Միշտ մեզի ասում է, երբ ձեզի պատժում եմ, եթե դառնաք ողորմություն կգտնեք, ամեն։ Հիմա Իսրայելը տեսեք ինչ ասում։ Ինչու համար ասում ես, ով Հակոբ, եւ ինչու ես խոսում, ով Իսրայել, թե իմ ճանապարհը ծածկված է Տերիցս, դե տպագրական թերությունա, թեն թողեք իմի դեմը բացեք, թե իմ ճանապարհը ծածկված է Տերիցս, Իսրայելն ասում, ինչ ասում, ուշադիր եղեք։ Տերը չի պահպանում իմ ճանապարհը, էլի, մոդներա չարիքի։ Մի ժամանակ պահում էր իմի ինձ Տերը մոտնելա, ինչու է թողել։ Ասում է քո մեղքերի շատության համար եմ քեզ թողել, ամեն։ Քեզ չեմ պահապանում, որ եկե թշնամին հարստահարում է։ Ինչու ես խոսում, ով Իսրայել, թե իմ Տերը չի պահապանում իմ ճանապարհը, սենց է խոսում, բայց արդեն ուղղածը կարդացի։ Ինչու ես խոսում, ով Իսրայել, թե իմ Տերը չի պահապանում իմ ճանապարհը, եւ իմ Աստվածանից զանց է եղած իմ իրավունքը։ Պատկերացնում եք ինչքան հպարտ խոսքեր։ Միթե չգիտես կամ չես լսել։ Հիմա պատասխանը տալում եմ, ինչու եմ թողել քեզ ու էլ քեզ չեմ պահապանում, որ դևերը կրծոտում են քեզ ու բնաջնջում։ Միթե չգիտես կամ չես լսել, որ հավիտենական Աստված է Եհովան երկրի ծայրերի ստեղծողը, նա չի հոգնիլ ու չի վաստակիլ, նրա հանճարը անքննելի է, ալելույա, այսի շատ ենք ասել, նա է հոգնածին ուշ տվողը, նա կարողություն չունեցողին զորություն է շատացնում, եւ երիտասարդները կհոգնեն եւ կվաստակեն ու ընտիրները թուլությունով կթուլանան, բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, թևերով վեր կսլանան արծիվների պես, կվազեն չեն վաստակիլ, կգնան եւ չեն օգնիլ, ալելույա, սա Տերն ասում, եթե դու սղճաս ու դառնաս Տիրոջը, նորից եմ կարդում Եսայա 40-ի 29-ից 31-ը եւ դրանով ավարտում։ Սա քո պատասխանն է, որ դու ասում ես ես թողել եմ քեզ։ Եթե դու ընկած անգամ թուլացած ես, էլի սղճա ել, ես եմ քեզ վեր կանգնեցրողը, տկարին զորացրողը, հիվանդին բժշկողը, անգամ մեռյալին հարություն տվողը, նա է հոգնածին ուշ տվողը, նա կարողություն չունեցողին զորություն է շատացնում, եւ երիտասարդները կօգնեն եւ կվաստակեն եւ ընտիրները թուլությունով կթուլանան, բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, թևերով վեր կսլանան, արծիվների պես կվազեն չեն վաստակիլ, կգնան չեն օգնիլ, ալելույա։ Փառք ամենակարող Հիսուս Քրիստոսին, այսքանով ավարտեցինք Եսայա 40-րդ գլխի սերտողությունը, ամեն։ Եսայա 41-րդ գլուխ։ Տերը կանչում է իր ծառային ապաշխարության, սրա մեջ խորհուրդ ունի։ Տերը կանչում է իր ծառային, որ խեղճերին մխիթարե եւ հեթանոսներին ամաչեցնե, ամեն։ Հասկանում եք ձեր կանչվելու գործառությունը, որ դու նենց վարդապետություն պետք է քարոզեք, որ աղքատները, նվիրալ սրբերը մխիթարվեն, բժշկվեն, ազատագրվեն եւ հեթանոսներն էլ ամաչեն, որ դարձի չեն գալիս։ Ուրեմն 1-ից մինչև 4-ում ցույց է տալիս Տերը, գրեք, կարակեսի գրեք, որ Տերը երբ մարդուն ապաշխարության է կանչում, նրա բոլոր պատերազմները հանձնառնին, որ ինքը մղի։ 1-ից մինչև 4-ը դրա մասին է խոսում։ Գրեք, Տերը մարդուն երբ ապաշխարության է կանչում, նրա բոլոր պատերազմները հանձնառնում, որ մղի։ Վստահեք ու թողեք կտեսնեք ոնց է մղում, ամեն։ 1-ից մինչև 4-ը խոսում է դրա մասին։ Հիմա տեսեք, լռեցեք ինձ մոտ, սա տպագրական թերությունն է, ուղղեք, որ միտքը պարզվի։ Լռեցեք ու լսելով ինձ նազանդվեցեք, եսի Աստված բոլոր նորեկ հավատացյալներին է հորդորում, որ լռեցեք ու լսելով ինձ նազանդվեք ու տեսեք, թե ոնց են ձեր պատերազմները մղում հեթանոսների դեմ եւ նրանք ամաչում են, ամեն։ Հիմա կարդում եմ ուղղածը, լռեցեք
ու լսելով ինձ հնազանդվեցեք, ով կղզիներ։ Սա Հեթանոս ազգերին ա վերաբերվում։ Լռեցեք ու լսելով ինձ հնազանդվեցեք, ով կղզիներ։ Եվ ով ազգեր, նորոգվեցեք ուժով, թող մոտենան, այն ժամանակ խոսեն, միասին մոտ գանք դատաստանի, արդարին ով զարթնցրեց, էլի ես արդարը գիտեք ում նկատի ունի, հոգով մկրտված նվիրյալ սուրբերին, որ Տիրոջ ձեռին գործիք են, կարակ գրեք, եւ նաեւ այն թագավորներին, որի նմանն էր Կիվրոսը, որտեվ Եսայի 45:1-ում ասում է նայի մոցյալն ես վերցել եմ իմ ձեռքին որպես մուրճ ու պատժում եմ բոլոր Հեթանոս ազգերին։ Հիմա գրեք էտի հոգով կառավարվող, նաեւ հոգով կառավարվողները նկատի ունի արդարին, նաեւ այն Հեթանոս թագավորներին, որին Տերը վերցրել է իր ձեռքին գործիք, որով նա խոնարհեցնում է անձապաշտ ու կռապաշտ ազգերին, ինչպես Կիվրոսին, գլուխ Եսայա 45:1 կկարդաք կտեսնեք, որ Կիվրոսին Տերը իրեն օցյալ եւ ձեռին գործիք համարում։ Ամեն։ Ուրեմն այս արդարը Աստծո ձեռին որպես գործիք նաև հոգով մկրտված սրբերին, ով հակառակվում են պատիժ են ուտում։ Նույնը Կիվրոսին, ով չէր հնազանդվում, որի միջոցով խոսում էր Տերը, պատժվում էր, ամեն։ Արդարին ով զարթնեցրեց արևելքից եւ կանչեց նրան դեպի իր շավիղը, դեպի Տիրոջ կամքը կատարելու ճանապարհին։ Նա ազգերը գցում է նրա առաջին, Աստված ազգերին գցում է Կիվրոսի առաջին եւ հոգով մկրտված սրբերի առաջին, ամեն, պատժում է, եթե չեն լսում։ Նա ազգերը գցում են նրա առաջը եւ նա թագավորներ է նվաճում, փոշի պես դնում նրա թուրի առաջին, Կիվրոսի թուրի առաջին եւ ելի եմ ասում հոգով մկրտված սրբերի ասոխոսքի թուրի առաջին, ով հակառակվում են, զարկվում են, դիվահարվում են եւ բնաջինջ են լինում։ Այտենց է, ով սրբերին հակառակ կգնա, ցիրուցան կլինի։ Եվ նա թագավորներ է նվաճում, փոշի պես դնում է նրա թուրի առաջին եւ քշված բղեղի պես նրա աղեղի առաջին։ Նա նրան ցալացում է, անցնում է խաղաղությունով, հանգիստ գրավում է, որտեղ Տերն արամա է։ Նա նրան ցալացում է, անցնում է խաղաղությունով, մի ճանապարհով, ուր որ նա առաջ չէր գացած իր ոտքով։ Ով գործեց եւ արավ այս, հասկացեք Տերը, ձեր պատերազմները Տերն է մղելու։ Ով գործեց եւ արավ այս, ազգերի սկզբանե կանչողս ես Եհովաս, որ առաջինն եմ եւ վերջինների հետ էլ ես եմ։ Հասկացաք, 1:4-ը բացատրում է, որ ով Տիրոջմով պատերազմող, դու պատերազմը թող ինձի, ես մարդկաս կբերեմ, քո թշնամիներին կխորտակեմ քո ոտքերի առաջին եւ այդ բոլորը կազմողն ու ծրագրավորողը ես եմ, երկրի արարիչ, ամեն, որ քո փրկողն եմ, ով Իսրայել, ես քո փրկիչն եմ։ Հեսա հետ կկարդան, որ ջերով մաստես քեզ հետ եմ, կրակովը քեզ չի այրի, չէ։ Էդի այդ բոլորը տանում է Եսայի հենց 43-ում արդեն խոսում է դրան, որ քո բոլոր պատերազմները ես կմղեմ, եթե դու իրականից ինձ ապավինես։ Ամեն։ 5-ից մինչև 7-ը խոսում է ազգերի կուրք պատրաստելը, հետո էլ պաշտելը, ամեն։ Գրեք 5-ից 7-ը ազգերի կուրք պատրաստելը։ Կղզիները տեսան եւ վախեցան, այս կռապաշտ ազգերը նկատի ունի։ Երկրի ծայրերը դողացին։ Նրանք մոտեցան եւ եկան, կռապաշտ ազգերը։ Նրանց ամեն մեկը օգնեց իր ընկերին, նրանց էլ արագ են օգնում ֆինանսով, փայտով, բերում են ինչ պետքա, որ կուրք շինեն։ Բայց Տիրոջ զոհաբերության ժամանակ Տիրոջ գործի բար այդքան ճարպիկ չեն մասնակցում, ամեն, բայց elə կուրք շինելու հարցում տեսեք ինչ պատրաստ են անգամ կյանքները զոհելու, որտեղ սատանան այդ զոհաբերությունն անում է։ Բայց երբ ուզում ես Տիրոջ գործին մի բան զոհաբերես, սատանան խոչընդոտում է եւ Աստված չի բռնադատում, որ դու բռնի ուժով ողորմություն անես, ամեն։ Նրանք ամեն մեկը օգնեց իր ընկերին եւ իր եղբորը ասաց. զորացիր
Եվ քաջալերեց արվեստավորը ոսկրիչին, մեկը մեկին հորդորեց, կանչեց, հավաքվեցան, որ կուռք շինեն։ Եվ քաջալերեց արվեստավորը ոսկրիչին, ուր զարկողը մուրճնա ուռը, չագուչ մեր լեզվով ասած, ուր զարկողը սալին զարկողին ասելով։ Կպցնելու համար լավ է դա, էլի ճոպանը բերեք, քաշենք, ձգենք, պահենք, որ կուռքը չհերերա, էլի պինդ մնա իր տեղում։ Կպցնելու համար լավ է դա, մեկը մեկին խորհուրդ է տալիս։ Եվ նրան կուռքին պնդացնում են բևեռներով, ճոպաններով, այսպես քաշում կապում են։ Քամոսին տեսել եք ոնց են ռուտիկի մեջը տեղաշարժում։ Կպցնելու համար լավ է դա եւ նրան այդ կուռքին պնդացնում են բևեռներով, որ չերերա։ Հիմա սերտում ենք 8-ից 16-ը։ Այս կոնտեքստը գրեք ինչի մասին է խոսում։ Տերը պիտի մխիթարե ու պահե Հակոբին, բայց նրանց հալածողները պիտի ամչնան ու ցիրուցան լինեն, հալածող կռապաշտ ազգերը։ Նորից եմ կարդում, Տերը պիտի մխիթարե ու պահե Հակոբին, բայց նրանց հալածողները պիտի ամչնան ու ցիրուցան լինեն։ Այս 8-ից մինչև 16-ը խոսում է դրա մասին։ Հիմա սերտենք։ Եվ դու Իսրայել, իմ ծառա, ով Հակոբ, որ քեզ ընտրել եմ, նույնը մեզ է վերաբերում, որ մեզի Տերը թեկուզ չափավորությամբ կխրատի, բայց վերջում կորհնի ու կպահապանի, չափավորությամբ ասում քեզ խրատեցի, խրատեց, որ մեր եսը կոտրեր, բայց ով որ չափից ավել մեզի չարությամբ հալած է եւ ոտել, նա իր պատիժը կրելու է եւ ցիրուցանա լինելու, ամեն։ Եվ դու ով Իսրայել, իմ ծառա, ով Հակոբ, որ քեզ ընտրել եմ, իմ սիրելի Աբրահամի սերունդ, հասկանում եք, հայր Աբրահամի սիրու խաթերա շատ բաներն անում, իմ սիրելի Աբրահամի սերունդ, որ քեզ արի երկրի ծայրիցը, եւ քեզ կանչեցի նրա եզերքներիցը, եւ քեզ ասեցի դու իմ ծառան ես, Հակոբին ասում, դու իմ ծառան ես, ես քեզ ընտրել եմ, սա յուրաքանչյուրս նույն այդ ձևի Հակոբի նման ընտրյալ է, Հուդայի նման ընտրյալ է, այսի նաև անատ հավատացյալը թողերցնա իրա վրա ու հասկանա, որ ինչ որ արել ամբողջ Իսրայել ազգին, կանի քո ընտանիքին եւ քո եկեղեցուն եւ քո նման անատին, ամեն, ինձ արելա մենակ եմ ելե, իմ ընտանիքին արելա, երբ դարձել են Տիրոջը, ամբողջ եկեղեցին ով եկել է, նրա գլխին ով անկեղծ է, հանգչել է օրհնություններն ու պահապանությունը, ամեն։ Նա աչարություն չի անում, դու իմ ծառան ես, ես քեզ ընտրել եմ, եւ քեզ չեմ մերժել, մի վախենար, որովհետեւ ես քեզ հետ եմ, մի վեհերիր, որովհետեւ ես քո Աստվածն եմ, ես զորացրել եմ քեզ, նաեւ օգնել եմ քեզ, նաեւ քեզ հաստատել եմ իմ արդարության աջովը, հալելույա, ահա պիտի ամաչեն եւ ամոթահար լինեն բոլոր քեզ դեմ բորբոքվող այդ հեթանոս մարդիկ, բոլոր քեզ դեմ բորբոքվողները, ոչնչի պես պիտի դառնան ու փչանան քեզ այդ վիճող այդ հեթանոս հալածող մարդիկ, քեզ այդ վիճող մարդիկ, դուն նրանց կորոնես, բայց չես գտնել, բնաջինջ եմ անելու, ամեն, դու նրանց կորոնես, բայց չես գտնել, այն քեզ հետ կռիվ անող մարդկանցը, ոչնչի պես պիտի դառնան ու չիք լինեն քեզ հետ պատերազմող մարդիկ հետ, բոլոր հեթանոս մարդիկ, որ հալածեցին ու չարչարեցին ձեզ, պիտի պատժվեն ու ցիրուցան լինեն, ամեն, որովհետև ես Եհովաս քո Աստվածը զորացնում եմ քո աչը, որ ասում եմ քեզ մի վախենար, ես կօգնեմ քեզ, այսի բոլորիս է վերաբերվում, ամեն հիվանդության, նեղության, ցավի, փորձության մեջ, մի վախենար, ես կօգնեմ քեզ, մի վախենար, ով որդի Հակոբի, ով Իսրայելի խումբ, էլ Իսրայելի փոքրիկ ազգ, ես քեզ օգնելու եմ, ասում է Եհովան, ես քեզ
փրկող Իսրայելի Սուրբն եմ, ալելույա։ Ահա ես քեզ մի սուր նոր ատամնավոր կամնասայլ եմ շինելու, հասկանում ես, քո թշնամիների վրա գնալու ես ու բոլորին տրորես։ Սա հոգևոր հասկացեք, մեր թշնամիները դևերն են եւ բոլոր դիվային պարիսպները։ Ահա ես քեզ մի սուր նոր ատամնավոր կամնասայլ եմ շինելու, սարերը պիտի ոտնահար անես եւ փշրես եւ բլուրները մղեղի պես անես։ Էսի Էթանոս ազգերը եւ մեր օրերում դևերը եւ դիվային խմբերը։ Սարերը պիտի ոտնահար անես ու փշրես եւ բլուրները մղեղի պես անես։ Դու նրանց պիտի հոսես, այդ Հեթանոս չար ազգերին, մեր օրերում դևերին։ Դու նրանց պիտի հոսես ու քամին պիտի տանե նրանց եւ փոթորիկը ցիրուցան պիտի անե նրանց, բայց դու Տերովը պիտի ցնծաս եւ Իսրայելի Սուրբովը պիտի պարծենաս։ Արդեն էսի հազարամյա թագավորության ժամանակ ամենակ կարող Տիրոջմով մենք պիտի ցնծանք եւ ուրախանանք։ Նորից եմ կարդում 16-ը, դու նրանց պիտի հոսես եւ քամին պիտի տանե նրանց եւ փոթորիկը ցիրուցան պիտի անե նրանց, բայց էսի արդեն խոսում է հազարամյակի մասին, բայց դու Տերովը պիտի ցնծաս եւ Իսրայելի Սուրբովը պիտի պարծենաս հիմա եւ հազարամյակում ու հավիտյան ամեն։ Ուրեմն հիմա սերտում ենք 17-ից 20 խոսքը գրեք ուղիղ հազարամյա թագավորություն։ Ամեն։ 17-ից 20-ը հազարամյա թագավորության մասին է խոսում։ Աղքատները ու տնանքները ջուր են որոնում եւ չկա, նրանց լեզուն ծարավից չորացել է։ Տեսեք, մեզ նեղությունից գալիս ենք դեպի առատության երկիր։ Ես Եհովաս նրանց պատասխան եմ տալու։ Իսրայելի Աստվածը նրանց չեմ ձգիլ։ Բլուրների գագաթների վրա գետեր պիտի բանամ, ալելույա, հազարամյակում։ Չոր անապատ երկիրը աղբյուրներ պիտի բխեցնեն, չոր անապատ երկրները պիտի բուրաստաններ դառնան, ամեն, բայց այդ բոլորը հազարամյա թագավորությունում։ Բլուրների 18 խոսքից, բլուրների գագաթների վրա գետեր պիտի բանամ եւ հովիտների մեջ աղբյուրներ, անապատը պիտի ջուրի լճի դարձնեմ եւ չոր երկիրը ջուր բխելու տեղեր։ Չոր երկիրն անապատն ամեն տեղից աղբյուրներ է բխելու, ջուրը գնաց կկանաչի, չէ։ Եվ չոր երկիրը ջուր բխելու տեղեր։ Անապատումը եղևնի պիտի դնեմ, սատիմ, մրտենի եւ յուղենի ծառ։ Ամայի տեղում պիտի տնկեմ մայր, սոսի եւ տոսախ մեկտեղ, որպեսզի տեսնեն եւ իմանան եւ մտաբերեն ու հասկանան միասին, թե Տերոջ ձեռքը արավ այս բանը, ալելույա, եւ Իսրայելի Սուրբը ստեղծեց դրան։ Հիմա 21-ից մինչև 25-ը խոսում է, կարակ տեղավորեք այս կոնտեքստի վերնագիրը 21-ից մինչև 25-ը։ Տերը հասկացնում է, որ կուրքերը ոչինչ են եւ ոչ մի զորություն չկա նրանց մեջ եւ նրանց պաշտողները գարշելի եւ զզվելի են ասա առաջ, ով թողում է Աստծուն եւ կուրքապաշտում։ Հիմա տեսեք, մոտ բերեք ձեր դատը։ Սա խոսում է կուրքերի եւ կռապաշտների մասին, ամեն։ Մոտ բերեք ձեր դատը, ասում է Տերը։ Հարաճ բերեք ձեր զորավոր փաստերը, ասում է Հակոբի թագավորը։ Թող հարաճ գան եւ մեզ իմացնեն, թե ինչ պիտի պատահի, թե կուրքերը, թե շունչ հոգի ունեն, թող խոսեն ասեն։ Կամ էլ այդ կուրքերի մարգարեները, կռապաշտ մարդիկ, իսրայելացիները, որ թողել են կենթանի Աստծուն, որոնց մարգարեները խոսում են, ամեն, որոնց Աստվածը խոսում է, Եհովան խոսում է, բայց ամեն մարդ չէ որ լսում է։ Մովսեսը լսում էր, բայց նրանք ասեցին մենք չենք ուզում լսել, ամեն, վախենում էին։ Ամեն մարդ չի կարող Աստծո ձենը լսի ու դիմանա, ամեն։ Թող առաջ գան եւ մեզ իմացնեն, թե ինչ պիտի պատահի։ Սկիզբը ինչ է, ասեցեք, որ ուշադիր լինենք եւ իմանանք վերջը,
կամ թե ապագայի բաները մեզ լուր տվեք, ապագայում ինչ է լինելու, եթե Աստված էս ասա գալիքը, կամ թե ապագայի բաները մեզ լուր տվեք, իմացրեք ետևից եկող բաները, եւ մենք էլ կիմանանք, թե Աստված եք դուք, դե հայտնեք գալիքը, ներկան, անցյալն, ապագան, ասեք ինչ ա եղել, ինչ պիտի լինի։ Հենց մեկ բարի կամ չար բան գործեցիք, ախր այդ կուրքը չար բաներ չի կարա անի, ոչ բարիք կարա անա, ոչ չարիք, հենց մեկ բարի կամ չար բան գործեցեք, որ հիանանք եւ զարմանանք միասին։ Տեսեք դուք ոչնչից եք, փայտից եք շինված, ոչնչություն, տեսեք դուք ոչնչից եք, կուրքեր, ոչնչից փայտից եք պատրաստված, տեսեք դուք ոչնչից եք, եւ ձեր գործքը ոչնչից է, բանի պետք չի, ստությունը, գարշելի է, ով որ ձեզ ընտրե ու պաշտե, ամեն, գարշելի է, ով քեզ է ապավինում, գալիս է քո դեմ ծնկի է գալիս, ասում է մի կտորով կերակուրը եփեցիր կերար, մյուս կտորով, փայտի կտորով կուր սարքեցիր ու պաշտեցիր, հիմար չես բադ։ Ուրեմն 21-ից մինչև 24-ի վերջը Տերը հասկացնում է, որ կուրքերը ոչինչ են եւ ոչ մի զորություն չկան նրանց մեջ բարին ու չարն անելու եւ գարշելի ստորանա, ով կպաշտի այդ կուրքերին, զզվելի է Տիրոջ առաջին ու բնաջինջա լինելու։ Հիմա 25 խոսքը խոսում է Կիվրոս թագավորի մասին, որ Տերը վերցել է որպես իրեն ձեռքին գործիք եւ պատժում է ամբարիշտներին։ Եվ ես վեր եմ կացրել հյուսիսի կողմից եւ նա գալիս է Կիվրոսի մասին է։ Արևելքից պիտի կանչե իմ անունը։ Դե ես ցերի ժամանակ ասում է Եհովան ա դրե իմ սրտին գնացեք չէ եւ տաճարը շինեցեք։ Եհովայի անունը տալում է ու փառավորում է։ Եվ նա Կիվրոսը գող է տալիս կուսակալներին ցեխի պես պղծված հեթանոս կուսակալներին ցեխի պես եւ բրուտի պես որ կող է տալիս կավը այտենց պիտի բնաջնջի բոլոր ամբարիշտ մեղսագործ մարդկանց թագավորներին եւ կուսակալներին։ Հիմի 26-ը կուզեք գրեք մինչև վերջ ընթերցում եմ թե ինչի մասին է։ 26-ից մինչև 29 խոսք եւ դրանով վերջացնենք սերտողություն։ Տերը հայտնում է, որ կուրքերը եւ կռապաշտները ոչինչ են եւ կուրքերը ոչինչ չեն կարող գալիքից պատմեն, բայց Տեր իր մարգարեների միջոցով Տերը խոսում է եւ հայտնում է թե գալիքը ինչ է լինելու եւ կատարվում է։ Ամեն։ Այս կոնտեքստը խոսում է դրա մասին։ Ով տեսեք 26-ից գնում է մինչև 29։ Ով պատմեց սկզբիցը, որ իմանաք, թե ինչ պիտի լինի։ Եթե մենակ Տիրոջ մարգարեները եւ Տեր Աստվածն է, էլի այդ բոլորի մասին խոսում։ Ով պատմեց սկզբիցը, որ իմանանք, եւ առաջուց, որ ասեք ճշմարիտ է։ Ոչ իմացող կա, կուրքերի մեջ չկա էլի ճիշտ իմացող։ Ոչ իմացող կա, ոչ լուր տվող կա, եւ ոչ ձեր խոսքերին լսող կա։ Մենք էլ այդ կռապաշտերի խոսքերին ակաշ չենք դնում, լսող կա։ Առաջ ես ասեցի Սիոնին, էսի Աստված է խոսում։ Ահա նրանք եւ Երուսաղեմին ավետաբերներ տվի։ Սրանք են ճիշտ ու գալիքները հայտնում։ Եվ նայեցի ու մարդ չկար, եւ սրանցից մի խորուրդ տվող չկար։ Էդի ումը նկատի ունի կռապաշտներից կուրքին ապավինողներն էլ ճշմարիտ խորուրդ տվողներ չեն երբեք։ Եվ սրանցից մի խորուրդ տվող չկար, որոնց ես հարցնեի այդ կռապաշտներին, եւ նրանք էլ ինձ պատասխան տային։ Ահա նրանք ամենքը սնոտի են այդ կուրքին պաշտողները եւ կուրքի մարգարեները։ Ահա նրանք ամենքը սնոտի են, նրանց գործերը փուչ են, քամի են, դատարկ են նրանց ձուլածոյի կուրքերը, ոչնչություն, ամեն, Տիրոջն ապավինողները
ու Տիրոջ մարգարեները միայն կարան Տիրոջից առնեն եւ գալիքները հայտնեն։ Ամեն։ Այսքանով ավարտեցինք Եսայա 41-րդ գլխի սերտողությունը եւ մեր այսօրվա սերտողությունը։ Մնաք Տիրոջ անմարելի սիրո խաղաղության մեջ։ Ամեն։